Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո հյուրերն ու բազմաթիվ ուխտավորներ եկեղեցու բակում մասնակցեցին գմբեթի խաչի օծման արարողությանը։ Խաչն օրհնեց Գուգարացեմի առաջնորդ Տեր Սեփ ու arczepiskopos Չուրջյանը։ Այնուհետև օծված խաչը տեղադրվեց Վեղարի գմբեթին։ Այս տարի հուշարձանների միջազգային օրվա խորագիրն է հիշատակի ժառանգությունը, իսկ շրջայցը Օձունից սկսելը պատահական չի եղել։ Օձունի վերականգնման աշխատանքները սկսել եւ ընթացքի մեջ են 3 կողմերի Մայրաթոռի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Հովանես Իմաստասեր Օձնեցի բարեգործական հիմնադրամի համագործակցության շնորհիվ։ Սա պետություն մասնավոր սեկտոր համագործակցության եզակի նախաձեռնություններից է։ Արվել է պարզապես ինֆորմացիայի համար շուրջ 6 գիտամեթոդական նիստ, որպեսզի ձեզ տամ պարզապես հակիրճ տեղեկություն, սովորաբար միջինը 2 նիստ է լինում մի հուշարձան, այսինքն այնքան կոմպլեքսային խնդիրներ կան, որոնք դեռևս ամբողջովին լուծված չեն, բայց բազմաթիվ մասնագիտական, այդ թվում նաև բաց քննարկումներ են եղել Օձունի վերաբերյալ եւ ուրեմն վերականգնման ծրագիրը շարունակելի է։ Այսօր ուրեմն կարծում եմ, որ արդեն աշխատանքային ծավալը իջնում է ավելի ցածր հարթակի վրա եւ կկարողանա արդեն գմբեթը խաչը դրվելուց հետո իր ամբողջ գեղեցկությամբ նոր գմբեթը արդեն հասանելի լինի հանրությանը, ուխտավորներին եւ հավատացյալներին։ Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2002 թվականին։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2015 թվականին։ Վերականգնման ընդհանուր բյուջեն 320 միլիոն դրամ է։ Լև Գուգ շինարարական կազմակերպության ղեկավարը նշում է, որ Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքներում կիրառվել են նոր մեթոդներ, որոնք եզակի են Հայաստանի համար։ Հայաստանում ոնց որ թե առաջի անգամ էր, որ ներգրավվեցին նույն արտասահմանյան մասնագետներ, մեր այդտեղ աշխատել են իտալացի ճարտարապետներ, իտալացի ճարտարագետներ, որոնք իրանց խորհրդատվությամբ, իրանց մասնակցությամբ, տեխնիկական օժանդակությամբ մեզ հնարավորություն տվեցին ժամանակակից վերականգնում իրականացնենք։ Իրականացմանը, ասենք թմբուկը մենք ճոպաններով ձգել ենք 5 ճաքերը, որը դեռևս ոչ ոք չի արել, ու լավ կլինի որ անեն։ Եկեղեցու վերականգնման հովանավորն է ծնունդով օձունեցի Մովսես Զավարյանը, ով բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Շինարարության ընթացքում բարերարը մի քանի անգամ եղել է այստեղ, ծանոթացել աշխատանքների ընթացքին, սակայն այս անգամ ներկա գտնվել չի կարողացել։ Ես շատ ուրախ եմ եւ հպարտ եմ, որ իմ եղբայրը իր ցանկությունը կատարեց։ Ինքը շատ շուտվանից ցանկանում էր, որ ես վերականգնի իր հայրենի հողը։ Լոռու մարզում տարեցտարի ավելանում է վերականգնվող հուշարձանների թիվը։ Այս պահին վերականգնման ընթացքում են մարզի 3 պատմական հուշարձաններ։ Դեռ 15 տարի առաջ մարզում ունեին գործող ընդամենը 5 եկեղեցի, այս պահի դրությամբ այն 30-ից ավել է, եւ ինչպես տեսնում եք, այսօր մի շատ կարևոր եկեղեցական արարողություն կատարվեց, օծվեց Օձունի եկեղեցու խաչը եւ այն շուտով կտեղադրվի, որը մեզ համար, մեր մարզի համար, մեր պատմամշակութային հարստությունների համար շատ կարևոր ու պատմական օր է։ Այո, այս խաչի օծումը հույս ողջավորություն է տալիս, որ մեր տաճարները, մեր վանքերը այսպես խոնարհված չեն մնալու։ Պիտի բոլորը սարքվեն, շենանան։ Օձունը ինքը հիմա փառք Աստծո հրաշալի աշխատանքներ է կատարում, ամեն ինչ նորմալ է, բայց կուզենք, որ Օձունը շուտ ապույտ ավարտվի եւ այս բախտին արժանան մնացած են բոլոր եկեղեցիներն ու վանքերը, որ այս պահին խոնարհված են։ Օձունից հետո հաջորդ կանգառը Քոբայրում էր։ Քոբայրավանքի վերականգնման աշխատանքները սկսվել են 2011 թվականին։ 3 տարվա վերականգնման աշխատանքների արդյունքում զանգակատան վերականգնման աշխատանքներն այսօր ավարտված են։ Զանգակատան վերականգնման ընթացքում օգտագործվել են եկեղեցու քարերը։ Հույսով ենք, որ մինչև աշուն նախագիծը կհաստատվի, նորից տենդեր կհայտարարվի, մենք կմասնակցենք անպայման, դա որ մեր ընկերությունը շատ մեծ փորձ ունի հուշարձանի վերականգնման։ Տարվա մեջ 5-6 ամիս են աշխատել շինարարները։ Առավել դժվար է եղել շինանյութի տեղափոխման գործը, քանի որ տեղանքը դժվարամատչելի է։ Ծավալները, որ դրվել են, այդ բոլորը բարձրացվել է։ Որոշ բաներ գյուղից ենք բերել նույնիսկ։ Բարձրացել ենք վերև։ Մոտ 800-900 կիլո քաշ ունեցող սյուներ են, խոյակներ են, խարիսկներ են։ Այդ բոլորը արվել է։ Քոբայրավանքի վերականգնման աշխատանքների շնորհիվ ժամանակավոր աշխատանք են ունեցել նաև Քոբայր եւ Թումանյան համայնքների բնակիչներ։ Զանգակատան վերականգնման ավարտից հետո սկսվելու է սեղանատան վերականգնումը, որի մի մասը փլուզված է, իսկ կանգուն մասը փլուզման վտանգի տակ։ Մերիկ Օլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։